Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում հարցազրույցն է տաղավարում, ես այսօր զրուցելու եմ բողոքական եկեղեցու հոգևոր հովիվ Ռոբերտ Երվանդյանի հետ։ Պարոն Երվանդյան, բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Պարոն Երվանդյան, տևական ժամանակ բնակվում եք Եվրոպայում, Գերմանիայում եք հանրային գործունեություն ծավալում, ինչն է ձեզ բերել Հայաստան։ Կասեմ հետևյալը, առաջ այսպիսի խոսք կար և շատ անգամ դա հիշվում, կրկնվում է, որ բոլոր ճանապարհները տանում են Ռոմ։ Ես կասեմ մեր հայ ազգի զավակների համար, որ բոլոր հայերի ճանապարհների ուղեցույցը այսօր հատկապես Հայաստանն է։ Եթե խորհրդային տարիներին դա անհնարին էր, որովհետև կային խոչընդոտներ, բայց այսօր մեր ազգի զավակները ունեն հնարավորություն Հայաստան այցելելու և այդ ճանապարհները ցույց են տալիս։ Բայց բուն նպատակը Հայաստան գալու, այո, ես 33 տարի է, որ բնակվում եմ Գերմանիայում, և ինչպես ասեցիք, բողոքական եկեղեցու մի փոքր ինձ համար կասեմ, փոքր մասնիկն եմ, լինելով առաջնորդ հովիվ, ես եկել եմ տեսիլքով և այդ տեսիլքը առաջացել է իմ ապրումներից, որովհետև յուրաքանչյուր հայի սրտում Հայաստանը կա, մեր պատմությունը կա և այսօրվա մեր ներքին ու արտաքին քաղաքականությունը, որ բոլոր հայերին անհանգստացնում, այդ թվում նաև ինձ, որպես նորից եմ կրկնում, մի փոքր մասնիկ ազգի, ես չեմ կարող ձեռնպահ մնալ և այդ տեսիլքը հետևյալն է, որ այն ժողովուրդը, որ կա Հայաստանում, բողոքական ասվածը դա այն անձիկ չեն, որոնք բողոք են ներկայացնում։ Բողոքական եկեղեցին առաջացել է, երբ որ առաջին անգամ Մարտին Լյութերը Ռոմի պապին բողոք ներկայացրեց, որ մարդը ոչ թե գործերով պիտի փրկվի, այլ հավատքով, ինչպես գրված է, արդարը իր հավատքով պիտի փրկվի։ Եվ այն բազմությունը, որ գտնվում է Հայաստանում, և այդ թևի տակ ճիշտ է, տարբեր ճյուղավորումներ կան, ես կարող եմ բողոքական եկեղեցու ճյուղավորումների մասին է խոսքը։ Տարբեր ճյուղավորումներ կան, դրանք բապտիստներ, մեթոդիստներ, լյութերականներ, խարիզմատներ, հիսունականներ, ադվենտիստներ, շաբաթականներ և ինչքան ասենք, որ կան, ես կարծում եմ, որ այդ ուժերի միաբանումը, այդ ժողովրդի միաբանումը, նրանք երբևիցե չեն խառնվել քաղաքական երանգների մեջ, խուսափել են ընտրություններից, այսինքն քաղաքական դաշտում չեն երևացել, ինչպես նաև ես։ Ես առաջին անգամ եմ, որ տեսախցիկների առաջ նստած եմ ու իմ ձայնս բարձրացնում եմ, բայց ասում եմ, որ իրավիճակներից ստիպված եմ։ Քանի որ նորից եմ կրկնում, յուրաքանչյուր հայի մեջ հայի սրտում Հայաստան կա։ Եվ դա միանշանակ չի ինչպես ինձ համար, նույնպես էլ իմ ընկերների, իմ եղբայրների համար։ Պարոն Երվանդյան, տեսեք, շատ հաճախ մեր հոգևորականներին մեղադրում են քաղաքական առաքելական եկեղեցու հոգևորականներին, մեղադրում են քաղաքական խոսք հնչեցնելու համար։ Հիմա դուք քաղաքական խոսք եք հնչեցնում։ Մտավախություն չունեք, որ ձեզ նույնպես կսկսեն քննադատել։ Ոչ, երբեք։
Ուրեմն երբ որ մենք ասում ենք քաղաքականություն, ու այս քաղաքականությունը պատճառը հանդիսանում, որ վտանգը հասնի մեր շեմին, որ արդեն հասել է, եւ յուրաքանչյուր ազգ ունի իր քաղաքականությունը, յուրաքանչյուր տուն ունի իր քաղաքականությունը։ Այսինքն մենք պաշտպանում ենք որոշակի շահեր։ Սա վերաբերվում է մեր ազգին, որպես ազգ, եւ յուրաքանչյուրս պարտավոր ենք, երբ որ այս քաղաքական առևտրի հետևանքով, որ կայանում են մահացու վտանգավոր առիթներ, որը վերաբերվում է մեր բոլորիս ընտանիքին, ես կասեմ, որ մենք բոլորս էլ պարտադրված ենք այդ մասին խոսելու բարձրաձայնելու եւ այսօր մեկ լինելու եւ մեր տեսանկյունը ասելու եւ այդ ուժը երբ որ միաբանվի, ինչպես ասում են, որ գյուղը կանգնի գերան կկոտրի, եւ ես խորը համոզված եմ, որ իմ եղբայրները, իմ ընկերները, բոլոր հովիվները, առաջնորդները ինձ կհասկանան, քանի որ ես վերջերս ես մի եղբոր հետ էի խոսում, ասեց եղբայր, այդ պատերազմի ժամանակ մենք էլ զոհեր ունեցանք, մեր տղաներն էլ, երիտասարդները, որոնց շատ սիրել ենք, զոհվեցին, մենք ոչ միացյալի առաջ չենք կանգնել, չենք բողոքարկել, բայց չէ որ այդ ամենը մենք կրել ենք մեր սրտերի մեջ ու մինչ այսօր այդ ցավը ունենք։ Մենք չենք ուզում նոր զոհեր, չենք ուզում նոր աղետներ։ Ես ամեն դեպքում այդ հարցը պետք է հնչեցնեմ, ուզում եմ ճշտել ինչ հարաբերություններ ունեք հայ առաքելական եկեղեցու հետ եւ նաեւ սրանից մի քանի տարի առաջ մտահոգ լինելով Հայաստանում ստեղծված իրավիճակից հայ առաքելական եկեղեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանդես եկավ եւ այդ պահանջը շարունակում է մնալ ուժի մեջ, դուք միանում եք այդ պահանջին։ Ասեմ այսպես, ինձ այդ հարցը շատ անգամ են տվել, ինչպես է տրամադրված հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Ես ընդհանրապես տրամադրված չեմ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Նրանք բոլորն էլ իմ եղբայրներն են, բոլորին էլ սիրում եմ, առավել եւս ինձանից առավել հարգում ու գտնում եմ պատվի արժանի յուրաքանչյուրին։ Գիտեք, երբ որ մենք կարողանում ենք իրար գնահատել, դա արդեն մեծ բան է։ Ես գիտեմ տեսանկյունը առաքելական եկեղեցու, բողոքական եկեղեցու նկատմամբ, թեպետ ասեմ, Հայաստանում այդ բոլոր խմբերը միասին իրոք ուժ են կազմում, գերմանական հաշվարկներով 36%-ն է կազմում։ Հայաստանում այս տարբեր ճյուղավորումները բողոքական եկեղեցու կազմում են 36%։ Եվրոպայում, Եվրոպայի ընտանիքի երկրներում, Գերմանիա եւ հյուսիսային երկրներում ավելի գերակշռող մաս են կազմում բողոքական եկեղեցին։ Թեպետ մենք որպես պետական գրանցում չունենք, ճանաչում, ստատուս Եվրոպայում ունենք, բայց եւ այնպես, ինչպես առաքելական եկեղեցի, ես ինչ կարող եմ ասել այն կարգի համար, որ ես չեմ կարգել, այն, որ Աստվածանից կարգված է, այն կառույցը, որ դարեր ի վեր եղել է, ես ծնված եմ եղել դրա մեջ, ինչպես կարող եմ ինչ-որ մի հակառակ բան ասել, որը հիմնված է առաքյալների ավետարանի վրա։ Երբ որ մենք ասում ենք հայ առաքելական եկեղեցի, ես ասեմ այսպիսի մի դեպք, դա եղել է անձամբ ինձ հետ, ուղղակի հիշեցի, երբ որ փոքր երեխայի երևակայ կլինեի 5 կամ 6 տարեկան,
Եվ մեր այգու խաղողը արդեն հասել էր, օգոստոս ամիսն էր, օրը չեմ կարող ասել, բայց հիշում եմ այդ խոսքերը մայրիկիս։ Այնքան ախորժելի էր այդ խաղողը, ես ուզեցի պոկեմ ուտեմ, մայրս մոտեցավ, ասեց տղաս, ձեռք մի տուր, 4 օր ա մնացել, քահանան կորնի, եւ մենք բոլորս կօգտվենք ու առաջինը քեզ կտամ։ Գիտեք, դա ինձ համար մի մեծ բան էր, քահանան կորնի։ Եվ ես մանուկ օրերից հասկացել եմ մի բան, ինչքան լավ է, որ մենք ունենանք օրնողներ, որոնք մեզ օրնեն։ Գիտեք, գրված է Աստծո օրնությունը իր հետ տրտմություն չի բերում, հապա հարստացնում է։ Մենք ունենք օրնողների կարիք։ Շատ անգամ մեր ազգի տրտունջը, ամեն բողոքները սա պատճառ են հանդիսանում, որ օրնության դռները փակվում են։ Բայց ինչքան լավ է, երբ որ տեսնում ենք, որ մեր գլխավերևում օրնողներ կան։ Եվ ես ուրախ եմ բոլորի համար, այն քահանաները, այն առաջնորդները, որոնք կարող են իրենց ձեռքերը պարզել եւ օրնել ժողովուրդը։ Սա Աստծո շնորհքը։ Ես կվախենամ ինչ որ մեկին անուն դնելուց, որը որ Աստծո անունից կարգված է։ Շատ լավ, կոչին եւ հրաժարականի պահանջին գալով նաեւ այս առումով կուզեի ձեր մեկնաբանությունը։ Քրիստինե ջան, ես կասեմ ավելին։ Գիտեք, երբ որ մենք փողոցներում աղաղակենք հեռացիր, կամ թող այս մեկը գա, այն մեկը, ես իմ տեսանկյունը կասեմ, որ ես ավելի հարմար եմ գտնում, երբ որ մենք բոլորս միաբանվենք։ Հարցնեն է թե ում եւ ինչի շուրջ։ Մեր բոլորի միաբանությունը կասեմ ում եւ ինչի շուրջ։ Երբ որ մենք ասում ենք ուժեր, այսօր ուժ չկա։ Քաղաքական ուժն է կարևորը։ Այսօրվա իշխող ուժը դա ուժ չի համարվում։ Մի ուժ, որ պետքա խաղաղություն մուրա, դա ուժ չի։ Մենք ունեցել ենք այո ուժեր եղել են, որ նրանց հետ դեռ տղան չէ, Հեյդար Ալիևը ինքը ուրախ կլիներ, որ հնարավորություն լիներ մեր իշխանությունների հետ խաղաղության դաշտ նախընտրում էր։ Մենք այդ ժամանակ ուժ ենք եղել։ Թեպետ նորից մեր ազգի բնավորությունն անուններ ենք դրել։ Բայց այսօր եկել ենք մենք այն վիճակի առաջ, որ ճգնաժամ է, քաղաքական ճգնաժամ։ Մենք ունենք հրաշալի քաղաքագետներ։ Մենք ունենք հրաշալի քաղաքական գործիչներ, բայց ցավոք սրտի նրանք տեղ չունեն։ Գիտեք, ոմանք կարծում են, թե հոգևոր մարդիկ ուղղակի զբաղված են ինչ-որ զբաղմունքով եւ քաղաքականությանը չեն հետևում։ Ոչ, կասեմ ավելին։ Մենք ավելին գիտենք։ Ես խորը տեղեկացված եմ ներքին ու արտաքին քաղաքական վիճակներից Հայաստանի։ Կասեմ, երբ որ քիթը դրված է ականջի տեղ, աչքը ոտքի տեղ, այդ մարմինը չի կարող աշխատել։ Բայց մենք պետք է անենք այնպես, որ այս մարմինը կարողանա աշխատել։ Այսինքն ես կողմնակից եմ այն բանի, որ ամբողջովին դեմոնտաժ արվի։ Ինչը քաղաքական համակարգ։ Անշուշտ, ամբողջովին դեմոնտաժ։ Իսկ հետո ինչ պետք է արվի։ Այսինքն հաջորդ քայլը ո՞րն է լինելու։ Այն ուժը, որի մասին կխոսեմ, այն ուժը, որ կա, եւ այդ ուժը ոտքի կկանգնի, եւ այդ ուժը շատերի թուլացած ձեռքերը կբարձրացնի, շատերի թուլացած ծնկերին ուժ կտա, այդ ուժը կա։ Դա մեր մեջ հոգևորը պիտի բարձրանա, արժեքները պիտի բարձրանան։ Իսկ մենք ամեն արժեքը արժեքազրկում ենք այսօր։ Երբ որ քաղաքական ամբիոնից ժողովրդին ուղում են խոսք ու ասում են, որ մենք ոչ թե ազգ, այլ ժողովուրդ պիտի լինենք, գիտեք դա ինչի մասին է խոսում։
որ մենք պետքա չգոյատևենք որպես ազգ, որ մենք պետքա չունենանք մեր պատմությունը, մեր լեզուն, մեր գիրն ու գրականությունը, մեր մշակույթը, իսկ ինչով մենք պետք է ապրենք։ Գիտեք, ես ականատես եմ եղել օտարության մեջ, եթե երկու հայ գտնվում են, նրանք իրար են փնտրում, իրարով ուրախանում են։ Իրանց երկն ու երաժշտությունն են հնչեցնում։ Իսկ մենք ասում ենք, չէ, սա պետք չի։ Այսինքն նմանվենք մի նախիրի, որ մեզ կարողանան առաջնորդել։ Արդյոք սա է մեր ցանկությունը։ Պարոն Երևանյան, Մենք մոռանանք, կներեք, մենք մոռանանք Եղեռն, մոռանանք եռաբլուրներ եւ թույլ տանք նոր, որ տեղի ունենան, ես դրան համաձայն չեմ։ Եվ համոզված եմ, ինձ կհասկանան իմ բոլոր ընկերները, իմ բոլոր գաղափարակիցները, որ մենք նման քայլերի համաձայն չենք։ Պարոն Երևանյան, տեսեք, մի փոքր այստեղ խնդիր կա։ Հարցն այն է, որ տարիներ շարունակ մենք տեսել ենք, թե ինչպես են այն ուղղությունների ներկայացուցիչները, որոնց մասին դուք քիչ առաջ խոսեցիք, հրաժարվում պետության համար ծառայելու, օրինակ բանակում։ Մենք տեսել ենք, որ այդ ուղղությունները որոշակի պարակտիչ գործունեություն են իրականացրել եւ թույլ տվեք ասել ժամանակ առ ժամանակ նաեւ հակապետական է եղել որոշ անձանց միգուցե գոնե այդ մեղադրանքը միշտ եղել է։ Հիմա դուք խոսում եք միավորվելու եւ Հայաստանի Հանրապետությունը պետություն որպես փրկելու կամ առաջնորդության մասին եք խոսում։ Ինչպես հասկանանք սա, այսինքն տևական ժամանակ մենք այլ իրավիճակ ենք տեսել, հիմա այլ բանի մասին եք խոսում։ Եվ այս հարցը ձեզ պարբերաբար հնչելու է։ Այո։ Ես կասեմ, որ բախտ ավիճակվել ինձ, ես ճանաչել եմ շատ հրաշալի անձանց, մաքուր մարդկանց, եւ որ ճանաչել եմ Աստծուն ու Աստծո ժողովրդին, Աստծո զավակներին, դա եղել է իմ ուրախությունը։ 15 թվականի սկզբներին ես ճանաչեցի մի անձի, հայ անձի, ես հստակ կասեմ, որ այս դարի մարգարեն է։ Ինձ եղել, ես անուններ չեմ տա, բայց ինքը հայ անձ է, որ եղել է շատ օգտակար մեր ժողովրդի համար, շատ աշխատանքներ, շատ ներդրումներ եւ բառի բուն իմաստով մարգարե, որ տեսել է ամեն պատերազմները 2000 թվականից սկսված խոսել ու ասել է, որ այսպիսի պատերազմներ պիտի լինեն։ Դա Սիրիա, Լիբիա, Ուկրաինա։ Հայ անձի մասին խոսում։ Այո, հայ։ Շատ իրադարձություններ, որ պիտի տեղի ունենան, արդեն տեղի են ունեցել, եւ վերջերս, որ երկրորդ փուլն էր Ամերիկայի գալիք առաջնորդի, ինձ հարցրեց. ինչպես ես մտածում, Եվրոպան ինչպես կլինի տրամադրված։ Ես ասացի, դե իր հարմար դիրքը կընտրի ամերիկյան քաղաքական պարանների վրա ապրելու համար։ Ասացի, եղբայր, սխալվում ես։ Եվրոպան միաբանվելու է եւ ընդդեմ դուրս գա։ Սկսելու է սպառազինվել։ Ում դեմ, իր հովանավորի դեմ, որ տարիներ շարունակ հովանավորել է։ Եվ այս կառույցները, որ կան, դա իր հովանավորության տակ է եղել Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Եվ այդ դեմոկրատիա բառը, որ միշտ օգտագործվել է ու օգտագործում է, եւ պարտադրել են, որ այդ դեմոկրատական նորմերի մեջ ժողովուրդները բնակվեն եւ ճանաչեն, ամեն ինստիտուտները հիմնված են եղել դրա վրա, այսօր դրա փլուզումն ենք տեսնում։ Չեն աշխատում ՄԱԿ-ի խորհուրդ, բանկային համակարգ,
Այս ամենը գնում է փլուզման։ Եվ ես լինելով հավատացյալ, ասեցի ինչ ես ասում, չեմ կարծում։ Հայաստանի մասին այդ մարդն ինչ է ասել, չեմ կարող չհարցնել։ Հայաստանի մասին։ Այո։ Ես ասեցի, որ մենք գաղափարակիցներով, որ այդ ուժը, որ գտնում ենք, որ արդեն կա, մենք չենք ուզում հիմնվել ինչ որ ուժերի վրա եւ ասել սրանապետ, ես չգիտեմ ով կլինի առաջնորդ։ Նորից եմ ասում, աչքը պետք է աչքի տեղ լինի, բերանը բերանի տեղ։ Նույնիսկ ոտքի կաշին էլ պետք է հաշվի առնենք, քանի որ ամբողջ մարմնի ծանրությունը ոտքի կաշվի վրա է հենվում։ Շատ լավ, ճիշտ ասած, ուզում եմ կրկնել իմ հարցը, միավորվել ում եւ ինչի շուրջ այս դեպքում։ Արժեքների, այն որ շատ թանկ են մեզ համար, եղել ու կան։ Առաքելական եկեղեցին ներողից մեր արժեքներից մեկն է, որը շատ երկար դարեր շարունակ, ես այդ մասին ես չէ որ պետք է խոսեմ, պահպանել է մեր արժեհամակարգը եւ դարձել է մեր արժեքներից մեկը եւ առաջնորդել է մեզ եւ նաեւ փրկության դուրս։ Ես շատ տեղյակ եմ ոչ միայն հայ ազգի պատմությունից, այլ տեղյակ եմ տարբեր ազգերի պատմություններից։ Կասեմ հետեւյալը, երբ որ մենք թագավորներ չենք ունեցել, առաքելական եկեղեցին առաջնորդել է հայ ժողովուրդը։ Ավելին կասեմ, դարերի վեր, երբ որ հայ ազգը եղել է հեթանոս եւ Աբգար թագավորը առաջին դարում հավատաց Հիսուս Քրիստոսին, ամբողջ իր սրտի արժեքը դարձավ Աստվածը եւ նրա որդին Հիսուս Քրիստոսը։ Մենք ասում ենք արժեքներ։ Այսօր շատերը կարծում են մեր օգնությունը այս կողմից պիտի լինի կամ այն կողմից, եվրոպական երկրներից կամ օվկիանոսի մյուս կողմից։ Բայց չարաչար սխալվում ենք։ Մեր ներսում է փրկությունը։ Այո, մենք ունենք այդ ուժը։ Իսկ ով ասում, որ այդ հզորները պետքա միշտ լինեն, պետքա միշտ մնան։ Ֆրանսիան լինելով հզոր պետություն, որ այն ժամանակ գարանտ կանգնեց Կիլիկիայի համար, մենք տեսնում ենք թողեց ու հեռացավ։ Անգլիացիները, որ կարծես թե մեզ ձեռք էին մեկնել օգնության, ասեցին մեր նավերը ձեր լեռները չեն բարձրանա։ Մենք ունենք այդ պատմական փաստերը։ Ինչքան պետություններ մեզ թողել են, բայց այսօր մենք կարող ենք եւ մեզ օգնել, եւ մեր հարևան պետություններին օգնել։ Մենք ունենք այդ ուժը, մեր Աստվածն է, որին պիտի ապավինենք։ Մենք ասում ենք արժեքներ, այդ արժեքը բարձր գնահատեց հայոց Տրթատ թագավորը։ Ժամանակին կային գերիշխող պետություններ։ Ռոմին, որ Հայաստանը տուրք էր վճարում։ Պարսկաստանը, որ գերեզոր պետություն էր եւ թշնամաբար տրամադրված Հայաստանին։ Հայոց արքան երբ որ բժշկվեց, եւ այդ բժշկությունը պատճառ եղավ։ Հավատքի հիմքը դարձավ։ Ինքը չասեց, ես հուսացել եմ Ռոմի վրա կամ Պարսկաստանի, իմ ակնկալիքները սրանից կամ նրանից են։ Ասեց իմ սպասելիքները ու իմ ազգը պիտի ապավինի կենթանի ասուն եւ նրա որդուն Հիսուս Քրիստոսին։ Աստծուն ապավինելով թերևս ամենասխալ բանը ոչինչ չանելն է եւ անգործության մատնվել է։ Հիմա գանք նրան, թե ինչ է առաջարկում անել։ Աստված մեզ այնքան շնորհքները առատապես ապարգևել, որ շատ ազգերը դրանից ուղղակի զուրկ են։ Գիտեք, հայ ազգի մեջ շատ բարձր է եղել եւ շատերի սրտում դա կա։ Աստված, ընտանիք, երեխաներ, ժառանգություն, ազգ, ժողովուրդ։ Սրանք մեր արժեքներն են։
Ես չեմ թվարկում գիր գրականություն, այս ամենը արժեքներ են, մշակույթ, այս ամենը արժեքներ են, որ մենք պետք է բարձր գնահատենք։ Այսօր Ադրբեջանը, որ թշնամաբար է տրամադրված, ինքը իր պատմությունն է կերտում, մշակույթ չունի, գիր ու գրականություն էլ չունի։ Դուք հիշում եք ինչ լեզվով էին իրանք գրում։ Առաջ ռուսերեն, հիմա լատիներեն, չունեն։ Շատ ազգեր դրանից Դրա համար զրկված վերցնում են մեր պատմությունը, վերագրում են իրենց, բայց մեր ազգը ունի հավատարիմ զավակներ, հենց այնպես չի, որ մենք աշխարհով սփռված ենք։ Մենք ունենք մեր արժանի հայ զավակները, որոնք համոզված են, որոնց սրտում Հայաստան կա։ Իրանց համար միանշանակ չի այս իրադարձությունները, որ տեղի են ունենում Հայաստանում կամ Հայաստանի շուրջ բոլոր։ Գտնվելով, ինչպես ես Գերմանիայում, ես իմ պարտքն եմ համարում, ինչքան լավը որ կա Բավարիայում։ Ես ունեմ շատ ընկերներ իշխանության օղակներում Բավարիայի, տարբեր ասպարեզներում, ամենալավը բերել Հայաստան։ Հայաստանից մենք չենք ուզում ոչինչ տանել, եթե տանել միայն շնորհքը, միայն ուրախությունը, միայն օրհնությունը։ Բայց Հայաստան բերել այն ինչ որ կարող ենք, դա կլինի ծանր արդյունաբերություն, գյուղատնտեսության զարգացման միջոցներ, մշակույթը, տուրիզմը։ Խոսելով մեր իշխանությունների հետ, մերժում են ձեզ։ Ինչու՞ չեք համագործակցում իրենց հետ։ Ես նոր եկել եմ։ Մենք նոր դա կասենք ուժ, կուսակցություն, դա կասենք շարժում, այս ամենը դեռ կերևա։ Այսինքն կարող եք եւ համագործակցել այս իշխանության հետ։ Այո։ Ինչ եք։ Ես չգիտեմ որ իշխանության հետ։ Ես չգիտեմ, բայց նրանք ովքեր որ պատրաստ են մեզ հետ միաբանվելու եւ ինչպես ասացիք առաքելական եկեղեցու, ես կասեմ նաեւ բողոքական թևի բոլոր առաջնորդներին, բոլոր իմ ընկերներին, մերձավորներին եկել է ժամանակը, որ ոչ թե մենք իրար վրա սխալներ գտնենք, իրար սև ու սպիտակ դարձնենք, սա մեզ ավելի վնասում է, սա մեր գործը ավելի դժվարացնում է։ Ես կուզենայի, որ առաքելական եկեղեցին էլ մեզ չնայի, քանի որ գիտեմ, ասենք, այն խոսքերը, որ հնչվում են, թեպետ ես ոչ մեկի չեմ մեղադրում, ոչ մեկից նեղացած չեմ։ Երբ որ ասում են աղանդավորներ, գիտեք, այդ մարդիկ հավատացել են Աստծուն, բայց համոզված են, որ աղանդավորներին էլ այն Աստված, որ զորեղ է, կդարձնի խիստ աղանդավոր, երբ որ մենք միաբանվենք։ Եվ կուզեմ, որ առաքելական եկեղեցու բոլոր զանգերը, քահանաները հնչեցնեն, բոլոր առաջնորդները։ Հնչեցնեն ինչի համար, պարոն Երևանյան։ Մեր ազգի միաբանության համար, մեր ազգի մեկ լինելու համար։ Նույնպես բողոքական, ինչ կողմեր կան, մենք բոլորս պիտի միաբանվենք, թողենք մեր բոլոր ամբիցիաները, բոլոր այդ սուր անկյունները, որ մեզ այսօր վնասում են։ Պարոն Երևանյան, այդ որ ասում եք քննադատությունը, որ հնչել է հենց այդ պարակտիչ գործունեությունն իրականացնելու համար, որովհետև տևական ժամանակ տեսել են այդ պարակտիչ գործունեությունը։ Տեսել են, չէ՞։ Մարդիկ հրաժարվում էին բանակում ծառայել եւ իրենց պարտքը մատուցել եկեղեցուն, հրաժարվում էին զենք վերցնել հայրենիքի պաշտպանության համար։ Ես մնացած բաների մասին չեմ խոսում, միայն սա եմ ասում։ Քրիստինա, ես ձեզ ասացի, որ մեր եղբայրներից, չեմ ասում հերվից, մեր եղբայրներից
շատերը զոհվել են հանուն հայրենիքի։ Ինձ այդ հարցը տվել են, իսկ եղբայր դու ոնց ես տեսնում, չէ որ մենք ունենք մեր ուսուցման մեջ ունենք կետեր, որ մենք պետք է զենքի հետ կապված, զենք վերցնելու, կրակելու, սպանության հետ կապված, մենք առնչություն պիտի չունենանք։ Ընդունում եմ, ոչ մեկն էլ չի ուզում մարդ սպանի։ Ոչ մի զինվոր սահման գնալուց եւ նաեւ առաքելական եկեղեցու հոգեվոր հովիվները երբ գնում են առաջնորդելու եւ օրհնելու զինվորներին, բայց երբ որ գալիս է չեմ մտածում պաշտպանվելու, այո, մենք պաշտպանվում ենք։ Եվ ցավոք սրտի հայ ազգը ոչ թե միշտ եղել է հարձակվող, եղել է միշտ պաշտպանվող։ Դարերից եկած մենք միշտ պաշտպանվել ենք։ Եվ փառք Աստծո, որ Աստված եղել է մեզ պաշտպան։ Մեր ազգի զավակները դա հասկացել են եւ այսօր, որ այստեղ եմ գտնվում, Քրիստինե ջան, ես ունեմ խորը համոզմունք, որ իմ կոչը որ լսեն, շատերը կմիաբանվեն։ Մենք դրա կարիքը խիստ ունենք այսօր։ Գիտեք, երբ որ միաբանվելու մասին են խոսում, վերջին շրջանում սա քաղաքական դաշտին է շատ բնորոշ, գոնե հայաստանյան։ Բոլորին թվում է, որ այդ միաբանությունը պետք է տեղ ունենա հենց իրեն շուրջ։ Բոլորը պատրաստ են միաբանվելու, միայն թե եթե բոլորը միաբանվեն հենց իրեն շուրջ։ Հիմա խնդրում եմ պարոն Երվանդյան, ինձ բացատրեք, ինչու պիտի բոլորը միաբանվեն հենց ձեր շուրջ։ Ես չեմ ասում իմ շուրջ։ Ես ասում եմ այն ուժը, Որն է այդ ուժը։ Հենց այդ է հարցը, որն է այդ ուժը։ Խնդրում եմ ցույց տվեք, ասեք այս ուժի մասին ենք խոսում։ Քրիստոնյաների միաբանությունը։ Դա կլինեն առաքելական, ես անուններ չեմ ուզում թվարկեմ, քրիստոնյաների այդ ուժը։ Գիտեք, Աստված ամեն մեկի միջոցով չի գործում եւ ամեն մեկի բերանով չի խոսում։ Ամոս Մարգարեության գրքի մեջ գրված է. եւ Աստված ոչինչ չի անում չհայտնելով գաղտնիքները իր ծառա մարգարեներին։ Ես ասում եմ, մենք ունենք մարդիկ, որոնց միջոցով Աստված կխոսի, որոնց միջոցով Աստված կգործի։ Երբ ասում եք մենք նկատի ունեք հայ ազգի մեջ, այո, անշուշտ։ Ոչ թե ձեր բարեկամ հարազատ եւ գործընկերների շուրջ։ Մեր ազգի, մենք ունենք այդ ուժը մեր մեջ։ Պետք չի մենք գտնենք։ Ոմանք հուսացած են ամերիկյան ուժերի վրա։ Բայց նորից եմ կրվում, այս ամենը փլուզվում է։ Պարոն Երվանդյան, կուսակցության մասին ասացիք, եթե կուսակ փակագծերը բացել, մտադիր եք Հայաստանում կուսակցություն հիմնել։ Այո։ Կբացեք փակագծերը, գուցե անվանում հնչեցնեք։ Երևակայի դա մենք փուլ առ փուլ այդ մասին խոսենք, որովհետև այս ամեն տեղեկությունները միգուցե այսօր հարմարել չի, որ ես այդ փակագծերը բացեմ, բայց այդ աշխատանքները ընթացքի մեջ են, մենք դրա վրա աշխատում ենք, և դա այո լինելու է ուժ, լինելու է շարժում։ Եվ այն հավատքը, որ կա հավատացյալ ժողովրդի սրտի մեջ, դա միայն խոսքեր չեն։ Հավատքով մարդը գրվածա, որ կապրի, հավատքով մարդը փրկվում է, հավատն է պատճառը մեր այս ամեն անհավատությունների։ Գիտեք, այսպիսի խոսքեր կան, շատ անգամ լսած կլինեք, երբ որ ասում են հայի բախտը, կամ էլ
ամեն բան սուտ է։ Ոչ, հային շատ տրված բաներ կան, որ հայը չի կարողանում, չի հավատում, որ իրան տրված է օգտագործի։ Նորից եմ կրկնում, ազգեր, որ ժամանակին եղել են շատ հզոր, այսօր գոյություն չունեն։ Եգիպտոս, Ասորեստան, Բաբելոն, Հռոմ, ինչի ոչ, խորհրդային միություն չկան, բայց մենք մի փոքր ազգ, որ դարեր շարունակ չենք ունեցել թագավոր, Աստված է առաջնորդել։ Այո, եւ մեր եկեղեցու միջոցով։ Դե դրա համար չասենք, որ չշեշտել։ չասենք հայի բախտը։ Երևակայի պատճառը եղել մեր անհաջողությունները, եղել են մեր անհավատության պատճառը։ Եվ որ մենք հավատքով միաբանվենք, մենք կգնահատենք այն արժեքները, որ մենք ունենք։ Ես 12 երեխայի հայր եմ։ Ունեմ 9 տղա, 3 աղջիկ։ Եվ հասկանում եմ, թե յուրաքանչյուր ծնող ինչքան է գնահատում իր զավակներին։ Եվ հասկանում եմ բոլոր նրանց, ովքեր որ կորուստ են ապրել, խորը ցավում եմ։ Եվ չեմ ուզենա ոչ մի ծնող, որ աչքերը թախծոտ լինեն, սրտի մեջ սուկ լինի եւ ողբուլացը թող մեր ազգից ինչքան հնարավոր է հեռու լինի։ Մենք կարող ենք, թանկագիններ, իրոք կարող ենք մենք այն ամեն լավն ու բարին անել մեր ազգի համար, որ Աստված մեզ շնորհել է, եւ դա սուտ չի, չասենք ամեն բան սուտ է։ Աստված ճշմարիտ է, Աստված արդար է, Աստված ունի հզորներ, որ կարող է բարձրացնել, որ մեր աչքերը չեն տեսնում, բայց եկեք մենք հավատանք։ Կան այդ հզորները։ Պարոն Երևանյան, դուք ասացիք, որ չեք բացառում եւ հնարավոր համարում եք նաեւ գործող իշխանության հետ համագործակցությունը, բայց նաեւ քննադատում եք, ասում եք աչքն ականջի տեղն է, ոտքը աչքի եւ այլն։ Ինչպես եք պատրաստվում կամ ինչպես եք պատկերացնում այդ համագործակցությունը, երբ անգամ կառավարության ղեկավարը խոսում է այն մասին, որ կադրերի պակաս կա, որ գիտելիքի պակաս կա։ Քրիստինա, ես ասացի, որ շատ խորը տեղեկացած եմ ներքին վիճակներից եւ արտաքին վիճակներից։ Երբ որ մարդիկ դրված են իրենց գործը անելու, իրենց աշխատանքը ավարտելու, մենք այդ մասին գիտենք։ Երբ ասում եք դրված են, նկատի ունեք Նիկոլ Փաշինյանը։ Այո։ Այսինքն նա դրված է։ Անշուշտ։ Ում կողմից ով է դրել իրեն։ Առաջին եւ երրորդ նախագահների կողմից։ Ինչու եք այդպես ասում։ Դες հիմա մի ամբողջ Դեսա խորը թեմա է։ Կթիրախավորի։ Ոչինչ։ Ես լայքերի կարիք չունեմ։ Ինչով է դրված։ Երբևիցե չեմ ուզել կամեցել տեսախցիկների առաջ գովազդի առարկա դառնամ, մարդկանց ուշադրության կենտրոնում լինեմ, ոչ։ Բայց այն ինչ որ տեղեկացված եմ, տեղեկացված եմ։ Գիտեք, ասում եք առաջին երրորդ նախագահների կողմից, մեկ այլ քննադատություն էլ կա, ասում են դրված է արևմուտքի կողմից հավաքական, մյուսներն էլ ասում են դրված է ռուսական իշխանության կողմից։ Չէ, սա բացառում եք։ Ես նորից եմ կրկնում առաջին եւ երրորդ նախագահների կողմից դրված անձ, բնական է հայացքները ուղված ավելի դեպի արևմուտք, կասեմ ինչի ոչ, մեր հարևան թշնամաբար, մեզ տրամադրված պետության, Երևակայի Էրդոգանը ու Ալիևը իրանց այդ ճարպիկ այսօր քաղաքական իրենց քաղաքական
գործունեությունը գործելու ի վիճակի չլինեին, այն ինչ որ այսօրվա իշխանությունը դա իրականացրեց։ Օրհնությունով առաջին եւ երրորդ նախագահների։ Բայց ինչպես է համագործակցելու իր հետ։ Ես իր հետ ասելով, երբ որ մենք ասում ենք իշխանություն, անձիկ կան, որ այդ մարդիկ նույնիսկ անտեղյակ են։ Կամ էլ մարդիկ են, որ կհավատան այն ուժը, որ մենք կարող ենք իրականացնել, բարձրացնել։ Ասեմ, որ ներկայիս իշխանության հետ համագործակցելու նպատակ էլ չունեմ։ Այսինքն այնուամենայնիվ պահանջում եք հրաժարական, ակնկալում եք, որ իշխանափոխություն պետք է տեղի ունենա։ Ես երեք մի ընկերոջ հետ էի խոսում, հարցրեց ինչպես ես տեսնում, որ մենք ձերբազատվենք այս վիճակներից։ Ես մի քանի կետեր կասեմ։ Դուք երբևիցե պատկերացնում եք կամ պատկերացրել եք, որ Վատիկանի վրա մեկը կարողանար ոտնձգություն կազմակերպել։ Կպատկերացնեիք։ Կամ էլ Սաուդյան Արաբիայի վրա, որտեղ որ մեկանա։ Ոչ։ Այն որ ասում է եղած չեղածը կոչնչացնեն։ Դա անհնարին է։ Բայց մենք ասում ենք մենք հայ առաքելական եկեղեցի, որ առաջինը ընդունել է քրիստոնեություն մի հասկ։ Ինչ եք կարծում։ Մենք չունենք այնպիսի հնարավորություններ, որ կարողանանք ի գործի դնենք, որ մեր յուրաքանչյուր տարածքի միլիմետրը պաշտպանված լիներ, որ Հայաստանը լիներ անձեռնամխելի, եւ դա մենք անելու ենք։ Մենք ունենք այդ ուժերը, որ Հայաստանը որպես սիմվոլ պիտի դառնա անձեռնամխելի։ Այսինքն ճիշտ հասկացա, որ ձեզ այնուամենայնիվ վրդովեցրել է առաքելական եկեղեցու դեմ որոշակի հակաքարոզը եւ անշուշտ։ Երկրորդը ասեմ, մենք կողմ ենք, որ տեղի ունենա հանրաքվե եւ դա ի գործի ենք դնելու։ Ինձ ասացին, որ եթե խորհրդարան մտնի պետքա 50,000 ձայն, ինչի մասին է։ Հիմա կասեմ։ Իսկ եթե առանց խորհրդարանի ընդունվի, պետք է 350,000 ձայն լինի։ Մենք համաձայն ենք այդ 350,000 ձայն ապահովել։ Ես տեսեք վստահորեն ասում եմ, Հայաստանի ոչ մի տարածք պիտի չվաճառվի մեր հարևան մեծ թշնամաբար տրամադրված պետությունների քաղաքացիներին։ Եվ միգուցե գրեթե 10 տարով ոչ մի օտարերկրյա քաղաքացու, ոչ մի բնակարան, ոչ մի տարածք, իմ խնդրանքն է բոլոր գործարարներին, բոլոր սեփականատերերին արգելակում դնել։ Ամեն տեսակի վաճառքը, իսկ գիտեք, որ այսօր կա այդ վաճառքը։ Ադրբեջանցիներին, թուրքերին, քրդերին, որոնք թշնամաբար են տրամադրված մեզ։ Դուք պատկերացնում եք, Քրիստինե, Հայաստանում երևակայի մենք ունենք 2 միլիոն ժողովուրդ։ Ձմռվա շեմին, որ Հայաստան են գալիս մի քիչ ավելի շատ, թող լինի 3 միլիոն։ Բայց ամբողջ հայության գերակշռող մասը գտնվում է դրսում։ Մենք դեմ ենք, Հայաստանը մեր տունն է։ Եվ սա մեր տեսանկյունն է ու մեր կոչն է։ Նրանք, ովքեր որ կհավատան, մեզ հետ ուրախանալու են։ Ովքեր չհավատան, խիստ զարմանալու են։ Իսկ երբ որ մեկը հակառակ տրամադրվի, ես կասեմ,
նրանց վիճակը ավելի լինելու է ցավալի։ Թանկագին իմ հայ ժողովուրդ, իմ ընկերներ, եղբայրներ, քույրեր, ես նորից եմ կրկնում, որ ես այս ազգի մի մասնիկն եմ, մի փոքր մասնիկ, բայց ձեզ համար ունեմ այն սիրտը, որ պատրաստ եմ։ Ես թողել եմ իմ ընտանիքը, երեխաներ, ծառայություն, եկել եմ Հայաստան այս գործը իրականացնելու համար։ Հավատում եմ, որ իմ ազգի մեջ այն սրտացավ զավակները, ասուն սիրող զավակները կմիաբանվեն, քանի որ մենք չենք ուզում նոր աղետներ, չենք ուզում նոր եղեռններ, նոր գերեզմաններ։ Մենք գիտենք, որ մեր զավակները Աստծուց պարգևած շնորհք են մեզ։ Եվ մեր ազգը շատ ազգերի մեջ պատճառ է եղել, որ այդ ազգերը շինություն ունենան։ Մեր հայի գիտելիքներով շատ ազգեր ուրախացել են եւ հարստացել են։ Մեր ազգի արժեքներից օգտվել են շատ ժողովուրդներ եւ այսօր վայելում են։ Իմ կոչն է, եկեք մեկ անգամ մենք բոլորս մեզ համար, մեր ազգի համար։ Սա կլինի մեզ օրհնություն եւ Աստված էլ թող օրհնի մեզ բոլորիս առատապես։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, զրուցում էի բողոքական եկեղեցու հոգևոր հովիվ Ռոբերտ Երվանդյանի հետ։ Շնորհակալություն ուշադրության համար։